Անցել է քանի տարի անկախությունից հետո։ Ինչ ենք արել, որպեսզի Արցախը 100% բոլորը կարող են շատ բան ասել Արցախի կորուստի մասին։ Արեք փաստերով նայենք։ Ով ինչ է արել Արցախը պահելու համար։ Եթե կարողանային, Արցախը անկախ կլիներ եւ որպես առանձին պետություն կամ Հայաստանի հետ միացյալ մի ընդհանուր պետություն կլիներ։ Չեն կարողացել, չէ՞։ Հիմա հետևից արդեն որ իրենց ժամանակը անցել է, իրենց ժամանակը արդեն նոր ժամանակա, X-ն է եկել արդեն իշխանության, կապ չունի ով է։ Պետք է փնովենք, ասենք ու չկարողացար։ Իրենք էլ չէին կարողանա, ով էլ լիներ 20 թվականին իշխանության ղեկին, չէր կարողանալ կանգնեցնել։ Որովհետև եթե մենք ուշադիր լինենք, մեր կողքը գոնե մի երկիր չկար։ Արեք ուշադիր տեսնենք։ Վրաստանը չթողեց, որպեսզի մեր հատուկ մեքենաները, որոնք պետքա հիվանդներին տեղափոխեին, չթողեցին որ գային։ Այսինքն մեր ճանապարհն էր, չէ՞։ Ռուսաստանը ինչ արեց։ Նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո նույն ռուսական սատենիկները, որոնք Հայաստանում էին, փնովում էին, չէ՞, ասում են ամենախայտարակ, հիմա էլ ասում են ամենալավ բանն էր պայմանագիրն էր։ Չի կարելի, սա պետություն է, պետք է ամեն ինչ անենք, որ պետության հիմքերը ավելի հզորացնենք, պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում ֆիզիկները, քիմիկները ավելի բարձր աշխատավարձ ստանան եւ ինչի համար, որտեղ դրանք հիմնային գիտելիքներ են։ Այդ հիմնային գիտելիքներով մենք կարողանանք ստեղծենք զենք, զինամթերք եւ որևէ մեկից կախվածություն չենք ունենա։